Մեր երկնավոր Հայր, իրապես շնորհակալ ենք եւ գոհունակությամբ գալիս ենք քո առաջ։ Դու ես արիչը ամեն բանի։ Դու ես բարձրյալ արքան եւ ամեն բան քեզ է պատկանում։ Շնորհակալ եմ Տեր եղբայրներիս ու քույրերիս համար, նրանց սրտի, նրանց ծառայության, նրանց փափագի, որ ունեն քո նկատմամբ։ Աղոթում եմ Տեր, որ օգնես հիմա խոսքի շրջանակում ինչ որ խոսելու ենք, որպեսզի այդ ամենը փոխի մեր միտքը, մեր մտածելակերպը, մեր հասկացողությունը, որպեսզի նորից ամեն ինչի մեջ դու փառավորվես Տեր։ Օրհնիր այն նյութականը, որը որ բերել են քո առաջ Տեր Աստված, եւ նաեւ մեր կյանքը, որպեսզի ամեն բան ծառայի քո անվան ու քո փառքի համար, որովհետեւ եւս մեկ անգամ հստակ ուզում ենք ասել Տեր, որ միմիայն դու ես արժանի ամեն փառքի եւ գոհությամբ ընդունի այս նվերները եւ ընդունի այս ծառայությունը, այս պաշտամունքը ու ամեն ինչի մեջ դու փառավորվիր։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Շատ լավ, սիրելիներ։ Մենք սկսում ենք նոր գիրք։ Նո այդքան էլ համ նորը, համ էլ նոր չէ։ Աստվածաշնչից ինչ եմ ասում համ նորը, համ նոր չի, ինչի, որտեվ երկրորդ Թեսաղոնիկեցիս նամակն ենք միասին ընթերցելու եւ մեր սերտողությունների շրջանակում շարունակելու։ Ինքը, այսինքն երկրորդ նամակն է, բայց այնուամենայնիվ այդ շրջանակում պետք է հասկանանք, որ այն բավականին կապված է կամ նման է այն նույն նամակին կամ առաջին նամակին, ինչ որ մենք ունենք։ Բայց մինչև կանցնեմ հենց բուն հատվածին, կուզենամ մի պատմություն պատմեմ։ Չգիտեմ, նրանք ովքեր որ Աստվածաշնչի մեկնաբանություններ են կարդում կամ ընդհանրապես ուսումնասիրում են տարբեր մեկնաբանություններ, գուցե այս մարդուն ճանաչում են։ Պատմությունը Մեթյու Հենրիի մասին է խոսքը գնում ու բավականին հայտնի աստվածաբան է, ունի ամբողջ Աստվածաշնչի մեկնությունները եւ մեկ անգամ Մեթյու Հենրիի վրա հարցակում է տեղի ունենում եւ նրան գողանում են։ Ու թվում էր այս պահին, երբ ամեն մեկը կարող է գանգատվել, հուսահատվել կամ բարկանալ, այս մարդը իր օրագրում 4 արտահայտություն է գրում։ Առաջինը ասում է. շնորհակալ եմ Տիրոջը, որ սա իմ առաջին կողոպուտն էր, ոչ թե ավելի շուտ կամ ավելի ուշ։ Այսինքն առաջին անգամ էր, որ նման բան է տեղի ունեցել ինձ հետ։ Երկրորդ ասում է. շնորհակալ եմ, որ նրանք վերցրին միայն իմ քսակը, բայց ոչ իմ կյանքը։ Երրորդը ասում է. շնորհակալ եմ, որ ես եղա կողոպտվողը եւ ոչ թե կողոպտողը։ Չորրորդը ասում է. շնորհակալ եմ, որ ես ընդհանրապես ունեի ինչ-որ բան, որ կարելի էր վերցնել, այո, կողոպտել։ Նայեք, ես ուզում եմ, որ դուք տեսնեք այս մարդու տրամաբանությունը եւ մոտեցումը։ Այս մարդը չի փնթփնթում։ Այս մարդը չի ասում Տեր Աստված քեզ ծառայում եմ, խոսքդ եմ քարոզում, խոսքդ եմ մեկնաբանում, ինչ է ասում։ Նայեք ինչ մոտեցում ունի, նույնիսկ սրա մեջ գոհունակությունը եւ շնորհակալությունը հայտնում։ Տեսեք սիրելիներ, ինչքան էլ որ խորը հարցեր, խնդիրների առաջ մենք կանգնած լինենք, պետք է հասկանանք մի բան։ Ամեն իրավիճակներում իրապես մենք առիթ ունենք Տիրոջը շնորհակալություն հայտնելու։ Ինչու, որտեվ Տերը իր լավագույնը ամենաթանկն է արել մեզ համար։ Փրկությունը պարգևել, իր որդուն է տվել եւ սրանից առավել որևիցե այլ թանկ բան չկա ընդհանրապես, որտեվ ամեն բան ինչը անցողիկ է, ամեն բան անցողիկ է։ Գիտեք, այս պատմությունը ինձ հիշեցրեց Պողոսի խոսքերը, որ մենք առաջին Թեսաղոնիկեցիս նամակի մեջ արդեն իսկ անցել ենք, միասին նայել ենք։ Առաջին Թեսաղոնիկեցիս 1:2-ում Պողոս առաքյալն ասում է հետևյալ խոսքերը. ամեն ժամ ձեզ բոլորիդ համար գոհություն ենք հայտնում Աստծուն, ձեզ հիշելով մեր աղոթներում։ Ուշադրություն դարձրեք, Պողոս առաքյալը նորից գոհունակությամբ էր մոտենում Թեսաղոնիկեի եկեղեցու նկատմամբ։
Նամակի մեջ արդեն 5-րդ գլուխ 11 համարի մեջ, 18 համարի մեջ հետևյալ խոսքերն է ասում. ամեն բանում գոհություն հայտնեք, սա արդեն ուղղում է եկեղեցուն, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծո կամքը Քրիստոս Հիսուսով։ Ուշադրություն դարձրեք, Պողոս առաքյալը նամակ գրելով, հիշում եք, չէ՞ ինչ խնդիր ունեին։ Նեղություն կար, հալածանք կար, հարազատների կողմից, այսձև ասած, վիշտ կար, որտեղ համարվում էին դավաճաններ, ինչ է ասում, ամեն բանում գոհություն հայտնեք, որտեղ սա է ձեր հանդեպ Աստծո կամքը, այսինքն Տերը ձեզանից միայն ակնկալում է ինչ, շնորհակալություն, գոհություն։ Դրա համար Մակարտուրը հետևյալ խոսքերն է ասում է Աստծո կամքը ոչ թե միշտ ուրախ լինելն է, լսում եք։ Աստծո կամքը մեր համար ոչ թե միշտ ուրախ լինելն է, այլ միշտ շնորհակալ լինելը։ Գիտեք ինչու։ Որովհետև ուրախությունը պայմանավորված է ինչով, հանգամանքներով, իսկ գոհությունը Աստծո անփոփոխ բարիքով, որը որ մեր կյանքում մենք տեսնում ենք։ Հետևաբար սիրելիներ, այսօր խոսելու ենք Աստծուն շնորհակալ լինելու մասին։ Թե ինչի համար մենք պետք է Տիրոջը շնորհակալ լինենք։ Դրա համար բացեք 2-րդ Թեսաղոնիկեցիս նամակը, առաջի գլուխ 1-ից 3 համարներն ենք միասին այսօր հասցնելու սերտենք կամ ուսումնասիրենք։ 2-րդ Թեսաղոնիկեցիս 1-ից 3 համարները։ Եթե ունեք ձեր հետ ձեր սուրբ գրքերը, խնդրում եմ բացեք, որպեսզի միասին հետևենք։ Իսկ եթե սուրբ գիրք չունեք, մոտեցեք, որպեսզի այդ սուրբ գիրքը ձեզ էլ տրվի, որպեսզի միասին հետևենք։ 2-րդ Թեսաղոնիկեցիս նամակ, առաջի գլուխ 1-ից 3 համարներն ենք միասին ընթերցելու։ Եթե դեմ չեք, եկեք ոտքի կանգնենք եւ ոտքի կանգնած ընթերցենք այս հատվածը։ 2-րդ Թեսաղոնիկեցիս առաջի գլուխ 1-ից 3 համարները։ Պողոսը, Սիղուանոսը եւ Թիմոթեոսը Թեսաղոնիկեցիների եկեղեցուն մեր Հայր Աստծով ու Տեր Հիսուս Քրիստոսով։ Շնորհ ձեզ եւ խաղաղություն մեր Հայր Աստծուց եւ Տեր Հիսուս Քրիստոսից։ Եղբայրներ, պարտավոր ենք ամեն ժամ Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, ինչպես որ արժան է, որովհետև ձեր հավատը գնալով աճում է, եւ ձեզանից յուրաքանչյուրի սերը ավելի է շատանում միմյանց հանդեպ։ Ամեն։ Նստեք խնդրեմ։ Նայեք, Պողոս առաքյալը այս երկրորդ նամակը, երբ որ գրում է, տարբերությունը առաջի եւ երկրորդ նամակի մեջ մի քանի ամիս է, այսինքն բավականին երկար ժամանակ չէր անցել։ Եվ եթե հիշում եք առաջին նամակից բավականին խնդիրների կամ հարցերի մասին խոսել էինք, բայց երբ որ Պողոս առաքյալը հիշում եք ուղարկեց Տիմոթեոսին, Տիմոթեոսը գնաց, եկեղեցում իրավիճակը տեսավ, հետ վերադարձավ, դրանից հետո նամակն է գրում, եւ տեսնում ենք, որ դրանից հետո նորից լուր է ստանում, թե ինչ վիճակ կա կամ ինչ է տեղի ունենում եկեղեցում։ Եվ դրանից ելնելով որոշումը կասում, որ եւս երկրորդ նամակը պետքա գրեր։ Եթե հիշում եք, որ իրավիճակը այնպեսին էր, որ Պողոս առաքյալը հնարավորություն չուներ հետ վերադառնալու։ Եվ առաջին նամակի մեջ ասում է, փորձեցի 1, նույնիսկ 2 անգամ ինչ անել, վերադառնալ գալ ձեր մոտ, բայց սատանան թույլ չտվեց կամ սատանային խափանվեց։ Ինչու, որտեվ խնդիր կար, լարվածություն կար, եւ եթե հիշում եք Գործք առաքելոց նամակի մեջ կարդացինք, թե ինչքան մեծ հալածանքով Պողոս առաքյալը ստիպված դուրս եկավ Թեսաղոնիկեում։ Եվ նամակի մեջ, երբ որ նայում ենք նամակը, ինչ ենք տեսնում, որ գոնե ամենակիչը 3 խնդիր կար, որի պատճառով Պողոս առաքյալը երկրորդ նամակն է գրում։ Առաջինը այն էր, որ նեղությունը գնալով սաստկանում էր։ Ինչու, որտեվ նորից հալածանք կար հեթանոսներից, նաև արդեն ավելացել էր հալածանք հրեաների կողմից։ Իրանք որպես ազգությամբ հեթանոս կարծես ինչ էին արել, դավաճանել էին իրենց հեթանոսությունը, քրիստոնյանն էին եկել, այս շրջանակում իրենց հարազատներից ունեին հալածանք,
բայց նաև հալածանք կար հրեաների կողմից։ Ինչի որտեղ ասում էին, որ քրիստոնյաները ինչ են, աղանդավոր են, ծռել են ճշմարիտ հավատքը եւ երկու կողմից էլ հալածանք կար եկեղեցու վրա։ Եվ կարիքը կար, որ Պողոս առաքյալը ինչ աներ, հորդորեր, քաջալերեր եկեղեցուն։ Երկրորդը կար ուսմունքներ էին ներս մտել եւ ինչպես թե առաջին նամակի մեջ, թե նաեւ երկրորդ նամակի մեջ Պողոս առաքյալը կարիք է ունենում խոսելու Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան մասին եւ հափշտակության ու հարության մասին։ Դեռևս խոսելու ենք նամակի շրջանակում։ Եվ կարիքը կար ուղղելու, շտկելու, որտեվ այս հարցում նույնպես եկեղեցին շփոթված էր։ Կարծում էին արդեն հափշտակությունը եղել է, Հիսուս Քրիստոս վերադարձել է, բայց դեռ այդ ամեն ինչը տեղի չէր ունեցել։ Եվ երրորդը եկեղեցում կարգապահության խնդիր կար։ Հարցեր կային, մարդիկ կային, ովքեր որ եկեղեցու առումով, այսինքն մեղքի մեջ էին, ճիշտ վարք չունեին, եւ եկեղեցին կարգապահություն պետքա ցուցաբերեր այդ մարդկանց նկատմամբ, եւ այս մարդկանց նկատմամբ նույնպես եկեղեցու կողմից ճիշտ վերաբերմունք չէր ցուցաբերվում, եւ Պողոս առաքյալը հստակ սահմանում է դնում, որ բոլոր նրանք, ովքեր որ ինչ-ինչ մեղքերի պատճառով սխալ վարք կամ սխալ ընթացք էին ունեցել, եկեղեցին պետք է համապատասխան վարքը ցուցաբերեր այդ մարդկանց նկատմամբ։ Դեռևս առաջ Աստված կխոսենք նաև այս քարոզաշարքների ընթացքում այդ մասին։ Այս շրջանակում կամ այս հատվածում այսօր խոսելու ենք գոհունակության մասին։ Ինչի որտեվ ուշադրություն դարձրեք։ Այս ամեն իրավիճակները ինչ որ ասեցի, Պողոս առաքյալը միանգամից խնդրին չի անդրադառնում։ Պողոս առաքյալն անդրադառնում է մարդու սրտի ճիշտ կարգավիճակին։ Ինչի որտեվ եթե մենք ճիշտ կարգավիճակ, ճիշտ հասկացողություն չունենանք Աստծո նկատմամբ, մնացած հարցերին ճիշտ լուծում չենք տալու։ Դրա համար շատ կարևոր է, որ մեր կյանքում մենք գոհունակ սիրտ ունենանք։ Եվ այս հատվածում Պողոս առաքյալը գոնե ամենակիչը տալիս է 5 պատճառ, թե ինչու մենք պետք է գոհունակ լինենք կամ շնորհակալ լինենք Աստծուն։ Առաջինը գոհունակություն հոգևոր առաջնորդների համար։ Ուշադրություն դարձրեք հենց նամակի ամենաառաջի խոսքերին։ Ինչ է ասում Պողոսը, Սիղուանոսը եւ Թիմոթեոսը։ Սրանք են մարդիկ էին, ովքեր որ այդ եկեղեցին ինչ էին արել, հիմնել էին, ներդրում էին ունեցել, ժամանակ էին վատնել, ծառայել էին, մասնակցել էին, ուշադրություն դարձրեք։ Ասեմ, որ այս ամեն ինչը հեշտ չէր։ Հիշում եք ինչպիսի հալածանք կրեց Պողոս առաքյալը, ինչպիսի հալածանք էին կրում նաև մնացած աշակերտները։ Եվ այս պարագայում, երբ որ խոսում է սրա մասին, Պողոս առաքյալն ասում է ինչ արեք, գոհունակություն հայտնեք։ Կհիշեք առաջի Թեսաղոնիկեցիս 5-րդ գլուխ 12-13 համարների մեջ սրա մասին արդեն անդրադարձել էր Պողոս առաքյալը։ Ինչ էր ասել. խնդրում ենք ձեզ եղբայրներ, որ հարգեք նրանց, ովքեր աշխատում են ձեր մեջ ու ձեր վերակացուներն են Տիրոջմով, ինչպես նաև ձեզ խրատողները, եւ նրանց առավելապես պատվեք սիրով իրենց գործի համար։ Ուշադրություն դարձնում եք Պողոս առաքյալը թե առաջի Թեսաղոնիկեցիս նամակի մեջ սրա մասին անդրադառնում է, նայեք, ինքը չի խոսում իր մասին, բայց այնուամենայնիվ տրամաբանական էր, որովհետև ինքն էլ առաջնորդներից մեկն էր։ Եվ խնդիրը սա չի, որ ինքը փառք է ակնկալում, փառք է փնտրում, ասում է դե այնց արեք, որ ես ինձ լավ զգամ։ Միշտ հիշում եմ մի հատ առաքելական քահանա կար Մոսկվայի քահանան։ Կանգնեց ասեց ինձ թագավորի պես պիտի պահեք։ Ժողովրդին տենց էր ներկայացնում, որտեվ ես թագավորի զավակ եմ եւ այլն, ու այնց սենց տհաճա նայել նման հպարտ անձնավորությանը, որ նման ձևով է խոսում, մարդը չի հասկանում, թե առաջնորդությունն ինչ է։ Առաջնորդությունը ոչ թե հպարտանալը կամ քո անձդ բարձրացնելը, այլ ինչ է, ծառայելը։ Դրա համար ասում է, քանի որ ծառայում են, քանի որ ուսուցանում են, քանի որ սովորեցնում են, վերակացու են, Աստծո առաջ ձեր համար ինչ արեք, պատվեք, հարգեք, սիրեք։ Հոգևոր առաջնորդները հիշեք, Տիրոջից պարգև են եկեղեցուն։ Տիրոջից պարգև են եկեղեցուն, եւ այս պարագայում տեսնում ենք թե Պողոսը, թե Սիղուանոսը, թե Տիմոթեոսը, որպես Պողոսի աշակերտներ, ծառայում էին եկեղեցում։ Եվ երբ որ Պողոսը բացակայում էր, Պողոսի բացակայությունը լրացնում էին իր
աշակերտները։ Ու նաև մենք էլ այսօր կարիք ունենք ծառայողների։ Կարիք ունենք Գյումրիում, որպեսզի նոր ծառայողներ բարձրանան։ Կարիք ունենք Երևանում, որպեսզի նոր ծառայողներ բարձրանան։ Մի քանի օր առաջ մի հարանվանություն, հիմա անունը չեմ տալու, մեզ դիմել էր եւ խնդրում էր, ասում էր մեր եկեղեցիների միաբանությանը, ասում էր հովիվների կարիք ունենք։ Թե Երևանի եկեղեցում հովվի կարիք ունենք, թե Վանաձորի եկեղեցում հովվի կարիք ունենք, թե Աշտարակի եկեղեցում հովվի կարիք ունենք, եթե մարդ կա, ուղարկեք եւ այլն, հասկանում եք։ Ու ես տեսնում եմ, ու այս ամեն ինչի մասին մենք պետք է մտածենք ու աղոթենք։ Մենք պետք է շնորհակալ լինենք, թե այն մարդկանց համար, ովքեր որ մեզ են ծառայում Աստծո խոսքով։ Մեր պարագայում, հիմա այս պարագայում Տիրոջը շնորհքով ունենք մեր արադ եղբայրը, որը որ ծառայում է, Սարգիս եղբայրը եւ մնացած ովքեր որ խոսքով ծառայում են եւ մենք սա պետք է ինչ անենք, գնահատենք։ Ինչու, որովհետեւ այդ ամեն ինչը արվում է Տիրոջ առաջ պատասխանատվություն կրելով։ Եվ հետեւաբար, եթե մենք ուշադրություն չդարձնենք ու գոհունակ չլինենք, մենք լավ տեղ չենք գնա։ Ջոն Կալվինը գրում է հետևյալ խոսքեր, ասում է, ովքեր արհամարում են իրենց ուսուցիչներին, նրանք արհամարում են Աստծուն, որովհետև Աստված է նրանց նշանակել։ Տերն է, որ նշանակում է առաջնորդներին եւ հանում է առաջնորդներին։ Տերն է, որ բերում է ուսուցիչներին եւ հանում է ուսուցիչներին։ Հետեւաբար այն ուսուցիչները, որոնք որ դուք այսօր ունեք, ումից են, Տիրոջից են։ Դա համար եթե մենք արհամարում ենք այդ ուսուցիչներին, արհամարում ենք ում Աստծուն։ Եվ նորից ինչպես որ կրկնում էի, չեմ կարա սիրեմ Աստծուն եւ ասեմ չեմ սիրում եկեղեցին։ Չեմ կարա ասեմ սիրում եմ Աստծուն, բայց չեմ սիրում իր տված առաջնորդներին։ Սա այն տրամաբանությունը չի, որ Տերն է առաջ բերում։ Հիմա նայեք, դե կարակ ասեք, դե հիմա Արտուր եղբայրս, դու ես խոսում, քեզ ա վերաբերում, խնդիրը իմը չի, հասկանում եք, ես էլ ուսուցիչներ ունեմ։ Ես, որ հիմա գնացել եի Ռուսաստան, մարդիկ կան, ովքեր որ աշխատում են իմ վրա, աշխատում են իմ ուսման վրա, իմ ընթացքի վրա, ես այդ մարդկանց որոշ առումով ինքնակամ հաշվետու եմ, ինչու որտեվ ես ուզում եմ, որ այս մարդիկ ինձ ուղղորդեն, օգնեն, եւ այո, ես շնորհակալ եմ Աստծուց իմ ուսուցիչների համար, եւ խոսքը ես չեմ, Տերն է, որ դնում է, Տերն է, որ հանում է, ամեն բան Տիրոջ մասին է։ Դրա համար Պողոս Արաքյալը հենց ամենասկիզբը, երբ որ շեշտում է իր անունը, Սիղուանոսի անունը, Տիմոթեոսի անունը, ոչ թե հպարտանալու համար է ասում, այլ ասում է, որ մենք ումից ենք կանչված, Տիրոջից ենք կանչված։ Տիրոջից ենք կանչված։ Երկրորդը, գոհություն Աստծո խոսքի համար։ Շարունակությանը նայեք։ Ասում է առաջի համարը նորից։ Պողոսը, Սիղուանոսը եւ Տիմոթեոսը Թեսաղոնիկեցիների եկեղեցուն մեր հայր Աստծով ու Տեր Հիսուս Քրիստոսով։ Հիմա նայեք։ Նամակը երբ որ ընթերցվելու էր եկեղեցու կողմից, կարար եկեղեցին ասել, դե ով է Պողոսը, կամ ով է Սիղուանոսը, կամ Տիմոթեոսը, իրանք ինչ բան ունեն մեր հետ, որ մի հատ էլ ինչ որ մի բան ասեն, ուղղորդեն եւ այլն։ Այս նամակագրությունը Պողոսը ինչով է սկսում, որ այո, սա մենք ենք, ուղում ենք Թեսաղոնիկեում գտնվող եկեղեցուն, ում միջոցով ենք ուղում, Հայր Աստծո եւ Հիսուս Քրիստոսով։ Մենք ինքնագլուխ չենք ասում այն ինչ որ ասում ենք։ Մենք չենք եկել ստեղ մեր փիլիսոփայությունը ձեր առաջ խոսելու։ Մենք չենք եկել ստեղ մեր անձը բարձրացնելու։ Մենք այն ինչ որ ասելու ենք, այն ինչ որ գրում ենք, ումով ենք գրում, Հայր Աստծով եւ Տեր Հիսուս Քրիստոսով։ Այն խոսքը, որ մենք ձեզ ուղում ենք, Աստծո խոսքն է եւ պետք է ընդունեք որպես Աստծո խոսք։ Եվ մենք պետք է շնորհակալ լինենք խոսքի համար, հասկանում եք։ Աստված, Եբրայեցիս 1:1-2 ասում է, Աստված հին ժամանակներում բազում անգամներ ու բազում ձևերով խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով։ Այս վերջին օրերին մեզ հետ խոսեց որդու միջոցով։ Ուշադրություն դարձրեք, Հայր Աստված, որ արարեց ամեն բան, ինքն իրեն նաև հայտնեց մարդկանց։ Ինչպես։
Մարգարեների միջոցով խոսեց, Հիսուս Քրիստոսի միջոցով խոսեց, բայց մեծ հաշվով այդ ամեն ինչը խոսքներ։ Մարգարեները փոխանցում էին Աստծո խոսքը։ Հիսուս Քրիստոսն եկավ փոխանցեց Հոր Աստծո կամքը, Հոր Աստծո խոսքը։ Ինքն էր մարմնավորումը Աստծո խոսքի, որտեղ ասում է սկզբում էր բանը եւ բանն Աստծո մոտ էր եւ բանն Աստված էր։ Մարմնավորված խոսքն էր եւ այն ամեն ինչ որ ինքը ասեց, արեց, ցույց էր տալիս Տիրոջը կամքը։ Մենք պետք է շնորհակալ լինենք խոսքի համար։ Մենք պետք է շնորհակալ լինենք Տիրոջ խոսքի համար։ Հիմա եթե մենք անարգալից վերաբերմունք ունենք, օրինակի համար ասենք եկեղեցու նկատմամբ, դա ուղիղ վերաբերվում էր Աստծուն, անհարգալից վերաբերմունք ունենք եկեղեցու առաջնորդների նկատմամբ, նորից դա ուղիղ վերաբերվում է Աստծուն, նույնպես եւ խոսքի նկատմամբ։ Եթե մենք անհարգալից վերաբերմունք ունենք Աստծո խոսքի նկատմամբ, նշանակում է մենք անհարգալից վերաբերմունք ունենք ում նկատմամբ? Աստծո նկատմամբ։ Եթե մենք բացում ենք Աստվածաշունչը ու Աստվածաշունչից բսկտում ենք ինչ-որ բաներ, խոսքեր, վերցնում ենք այդ խոսքը ծռում ենք եւ մեզ հարմար ձևով քարոզում ենք, մենք դրա համար պատասխան ենք տալու Աստծո առաջ։ Ինչու՞, որտեվ ինչ ենք անում? Խոսքը ծռում ենք։ Խոսքը չենք քարոզում ամբողջությամբ, առանց հավելումների եւ այլն եւ այլն։ Դրա համար լսեք ուշադիր։ Շատ շատերը կերազեն իրապես իրանց լեզվով Աստվածաշունչ ունենան։ Այսօր կան բավականին մեծ ազգեր ու բավականին շատ մարդիկ, ովքեր որ իրանց լեզվով Աստվածաշունչ չունեն։ Մենք դարեր շարունակ Աստվածաշունչ ունեցել ենք։ Հայերեն թարգմանությամբ Աստվածաշունչ ունեցել ենք։ Այո, երկար ժամանակ խնդիր է եղել ունենալու Աստվածաշունչը առանձին, բայց այնուամենայնիվ Սովետ միության ժամանակ նույնիսկ, գիտեք ինչ էին անում մարդիկ, երբ որ մեկը նոր կտական ուներ կամ Աստվածաշունչ ուներ, վերցնում էին մի շաբաթով, արտագրում էին առավոտից իրիկուն, որպեսզի տետրի մեջ ունենային այդ Աստվածաշունչը, ինչի որպեսզի կարդային։ Որտեվ սա այն ամենաթանկն է, որ մենք Տիրոջից ստացել ենք։ Ու եթե մենք գոհունակ սիրտ չունենանք դրա համար, մենք ուրեմն այդ դեպքում ինչի համար ենք շնորհակալ։ Հիմա ուրիշ մի բան ասեմ։ Ձևական էլի կարանք ասենք շնորհակալ ենք Տեր Աստված խոսքը տունենք։ Բայց գիտեք այդ շնորհակալությունը երբ կերևա, երբ որ այդ խոսքը ինչ անենք, բացենք, սկսենք կարդալ եւ դրանից հետո նաեւ կիրառել։ Այդ կլինի, որ մենք իրապես հասկանում ենք խոսքի արժեքը, օգտագործում ենք այդ խոսքը, ուսումնասիրում ենք այդ խոսքը եւ այդ շրջանակում նաեւ ինչ ենք, գոհունակ ենք։ Շնորհակալ ենք Տիրոջը, որտեղ խոսքի միջոցով ում ենք ճանաչում, Աստծուն ենք ճանաչում։ Խոսքի միջոցով ճանաչում ենք ինքներս մեզ, ճանաչում ենք մեր կարգավիճակը, ճանաչում ենք Տիրոջ խոստումները եւ այն գալիք արքայությունը, որ Տերը մեզ խոստացել է։ Հետևաբար սիրելիներ, ես չեմ կարա սիրեմ Աստծուն, բայց խոսքը չկարդամ։ Չեմ կարա սիրեմ Աստծուն, բայց Աստծո սերտողություններին կամ Տիրոջ խոսքի սերտողությանը քարոզներին անտարբեր լինեմ։ Չի աշխատում, չի բռնում մեկը մյուսի հետ։ Մեր հավատքը, մեր փրկությունը ինչից է սկիզբ առել։ Աստծո խոսքից։ Հռոմեացիս 10:17 ինչ է ասում։ Հավատքը լսելուց է, իսկ լսելը Քրիստոսի խոսքից, Տիրոջ խոսքից։ Այն հավատքը, որ մենք ունենք, այն փրկությունը, որ մենք ունենք, ինչպես է տեղի ունեցել, խոսքի միջոցով Տերը ներգործել է մեր սրտի հետ եւ մեզ վերստին ծնունդ է տվել։ Եթե այդ խոսքը չլինել, ինչպես էինք փրկվելու, ինչպես էինք ճանաչելու, ինչպես էինք իմանալու, ինչպես ապրենք, ինչպես էինք տարբերելու բարին չարուց։ Ինչպես էինք իմանալու որն է Տիրոջ կամքը։ Մեկ-մեկ մարդիկ ասում են դե կարիքը չկա Աստծո խոսքը կարդալու։ Ոչինչ, մենք կապրենք այնպես ոնց որ Տերն է ուզում։ Ոնց է կապրելու։ Ոնց եք իմանալու որն է բարին, որն է չարը, որն է ճիշտը, որն է սխալը։ Թե կարծում եք երկնքից պետք է հրեշտակ իջնի ու խոսա ասի, գիտես ինչ կա Արտուր, սենց գնա կամ անենց արա։ Չէ, ժողովուրդ ջան, Տերը տես չի գործում։ Մարդիկ կան ակնկալում են երկնքից վերբալ ինչ որ ձայներ լսեն, ակնկալում են այլ ինչ որ մի բաներ, հրաշքներ տեսնենք, թող Սուրբ Հոգին մեզ հետ յուրօրինակ ձևով խոսի, ժողովուրդ ջան։ Աստվածաշունչ ունենք։ Տիրոջ հայտնությունը լիարժեք մենք ունենք։ Ամբողջ իր խոսքը լիարժեք մենք ունենք, ու այդ խոսքը բաղկացած է 66 գրքից։ Խեմ շեշտում 66, որտեվ որոշ մարդիկ կան հավելացրել են։
Մարտին Լյութերն ասում է, Աստվածաշունչը կենդանի է, այն խոսում է ինձ հետ, այն ոտքեր ունի, գնում է իմ ետևից, ձեռքեր ունի, բռնում է ինձ։ Հիմա գիտեք, էսի մի քիչ ալեգորիկ կերպով է ասը, բայց ուզում ասի, որ այն խոսքը, որ ես կարդում եմ, ինչ անում, ուղղորդում է ինձ, պահպանում է ինձ, ցույց է տալի ճիշտ ընթացքը, ճիշտ ճանապարհը, դրա համար իմ փափագը, իմ սերը պետք է լինի խոսքի նկատմամբ։ Խոսքը պետք է կարդանք, ամուր բռնենք այդ խոսքը։ Ինչու որտեվ Աստված այսօր խոսում է մեզ հետ իր խոսքի միջոցով։ Ամեն օր կարդա Աստվածաշունչը։ Եվ շնորհակալ եղիր։ Շնորհակալ եղիր դրա համար, որ Աստված քեզ համար լուր չի։ Այլ ինչ է անում, խոսում է քեզ հետ ինչի միջոցով, իր խոսքի միջոցով։ Եթե իհարկե բացում ենք այդ խոսքը ու կարդում ենք, որտեվ նորից, եթե ունենաք ու չեք բացում, չեք կարդում, ժամանակ չեք տրամադրում, ո՞նց է խոսալու Աստված։ Երրորդը, գոհություն պետք է հայտնենք իր շնորհի համար։ Երկրորդ համարը, նայեք ասում է շնորհ ձեզ եւ խաղաղություն մեր Հայր Աստծուց ու Տեր Հիսուս Քրիստոսից։ Խաղաղության մասին դեռևս կխոսեմ, չնայած որ եթե կհիշեք Առաջի Թեսաղոնիկեցիս նամակի մեջ վերջի հատվածը մենք բավականին երկար խոսեցինք շնորհի մասին եւ եթե կհիշեք խոսեցի որ առանց շնորհի որևիցե բան մենք չի կարա լինի եւ չենք կարող ունենալ որ ամեն բան Տիրոջ շնորհքով է այն ժամանակ 15 հատ կետ եմ առանձնացրել իմ այդ նույնը չեմ կրկնելու ընդհանրապես կհիշեցնեմ սրանցից 5-ը բայց հիշեք մի բան Պողոսը մշտապես նամակները սկսում էր շնորհք ու խաղաղություն ձեզ հետ։ Պետրոսը նույնպես ասում է շնորհք ու խաղաղություն ձեզ հետ։ Ինչի որտեվ առանց շնորհքի չենք կարող հոգևոր կյանքում որևիցե բանի հասնենք։ Ինչու։ Որտեվ շնորհքի միջոցով մենք ընտրվում ենք Տիրոջ կողմից, շնորհքի միջոցով մենք փրկագնված ենք, շնորհքի միջոցով մենք արդարացված ենք, շնորհքի միջոցով մենք ստանում ենք հույս եւ շնորհքի միջոցով մենք փառավորվելու ենք Քրիստոսի մեջ հավիտենականության մեջ։ Սա ընդամենը մի քանիսն էր, չեմ անդրադառնալու բավականին մանրամասն, կուզենամ ընդամենը Փայփրի հետևյալ խոսքերը մեջ բերեմ։ Ասում է շնորհ նշանակում է, որ Աստված ինքը վճարեց այն, ինչ մենք երբեք չենք կարող վճարել։ Եվ երբ սա հասկանում ենք, մեր սիրտը այլևս չի կարող մնալ անհոգ։ Չենք կարա, եթե մենք հասկանում ենք, որ Տերը վճարել է մեզ համար այն բանը, որի համար որ մենք չենք կարա վճարենք, իմ սիրտս չի կարա լինի տրտմած, չեմ կարա բողոքեմ, չեմ կարա ասեմ այս չունեմ, այն չունեմ, այն ինչ որ պետք է ունեմ, Տիրոջ շնորհքով։ Չորրորդը, գոհություն հավատքի համար։ Երրորդ համարը, ասում է եղբայրներ, պարտավոր ենք ամեն ժամ Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար։ Հիմա շարություն դարձրեք։ Պողոս առաքյալը ինքը կանչված էր Աստծուց, հետևաբար առաջնորդների համար նորից շնորհակալություն ենք հայտնում Աստծուն։ Երկրորդը արդեն ասեցինք, ինչի համար ենք շնորհակալ։ Շնորհի համար ենք շնորհակալ, որտեղ այդ շնորհը նորից գալիս է հոր եւ որդու միջոցով, խաղաղության համար դեռևս կխոսենք մյուս կետում։ Ստեղ ուշադրություն դարձրեք։ Ասում է, որ ամեն ժամ Աստծուց գոհություն ենք հայտնում ձեզ համար, ինչպես որ արժան է, ինչու։ Որովհետև ձեր հավատը գնալով աճում է։ Հիմա նայեք։ Մարդկային տրամաբանությունը, ստեղ մի քիչ կարա ասի, բայց ավելի պետք է շնորհակալ լիներ Պողոս առաքյալը եկեղեցուն, որ եկեղեցու ժողովուրդը հոգևոր հասունություն է ունենում, հավատքի մեջ աճում է, բայց Պողոս առաքյալն ինչ է ասում։ Ում եմ շնորհակալ, Աստծուց եմ շնորհակալ, որովհետև ձեր հավատքը աճում է։ Ինչի որտև Պողոս առաքյալը նորից հասկանում էր մի պարզ ճշմարտություն։ Աստված է, որ մեր մեջ հավատքը ծնել է, եւ Աստված է, որ այդ հավատքը մեր մեջ ինչ է անում, աճեցնում է իր խոսքի միջոցով։ Նայեք, երկրորդ Պետրոս 1:1, ինչ է ասում Պետրոս առաքյալը։ Խնդրում եմ ուշադիր եղեք։ Երկրորդ Պետրոս առաջի գլուխ առաջի համարը։ Սիմոն Պետրոսը ծառա եւ առաքյալ Հիսուս Քրիստոսի, հիմա իր մոտեցումը նայեք։ Պողոս առաքյալը ինքնին պարզ որպես Հիսուս Քրիստոսի ծառա է ներկայանում,
Եվ ասում է, եւ նաեւ ով է, առաքյալ եմ Հիսուս Քրիստոսի։ Նրանց, որոնց մեր Աստծո Փրկչի Հիսուս Քրիստոսի արդարությամբ վիճակվեց նույն հավատը ընդունել։ Վիճակվեց, ինչ է նշանակում։ Բախտերս բերավ մի քիչ կարանք ասենք, բայց վիճակ բառը գիտեք ինչ է, զարգցել եք ընդհանրապես։ Եթե ասենք մուխլյոժություն չեք արել, կներեք այս արտահայտությանս համար, խարդախություն չեք արել, ասենք մագնիս չեք դրել, չեք կլորացրել, զառը որ գցում եք, չգիտեք իրականում ինչպես է կանգնելու այդ զառը, չէ՞։ Մենք ուղղակի զառը գցում ենք, ոնց կանգնում է ու կանգնում է։ Կամ այստեղ այդ բառը, որ ասում է վիճակ գցել, հենց այս տերմինաբանությունն է օգտագործում։ Առաջ մարդիկ վիճակ էին գցում, հիմա տարբեր էին ձևերը։ Կարող լիներ մի պարկի մեջ, օրինակի համար, տարբեր գույնի քարեր էին լցնում եւ մարդը ձեռը գցում էր եւ ինչ որ մի բանը հանում էր ու դրա վիճակ էին գցում, որ տեսնեին ինչպես կլինի։ Մենք էլ ենք մեկ-մեկ նման ինչ որ բաներ անում, մանավանդ երեխա ժամանակ վիճակ էին գցում ինչ որ բաների վրա։ Ուշադրություն դարձեք ինչ է ասում։ Ասում է, որ նրանց է ուղղված այս նամակը եկեղեցուն, որոնց մեր Աստծո Փրկիչ Հիսուս Քրիստոսի արդարությամբ վիճակվել է ինչ նույն հավատքը ընդունել։ Այսինքն այն հավատքը, որ ընդունել էր ով։ Ով է գրում։ Պետրոս առաքյալը ասում է այն հավատքը, որ վիճակվել է ինձ Աստծուց, ու այդ հավատքով ես փրկություն եմ ստացել, ճանաչել եմ Հիսուս Քրիստոսին, այդ նույն հավատքը հիմա վիճակվել է ում ձեզ։ Եկեղեցուն, ընտրյալներին։ Վիճակի մեջ մեր անձը չկա, հասկանում եք, եսը չկա, Տերը ինքն է որոշել ում այդ հավատքը տա եւ ում չտա, եւ որևիցե մեկը Տիրոջը չի կարող ասի, ինչու է այս ձև, ինչու է այն ձև չի։ Հավատքը, լսեք, Աստծուց պարգև է։ Հավատքը Աստծուց պարգև է եւ այս շրջանակում է, որ մենք որևիցե պարծենալու բան չունենք, որևիցե բան չունենք ասելու ես ավելի լավն եմ։ Ջոն Ուենը, պուրիտան աստվածաբանը, ասում է հետևյալ խոսքեր, ասում է հավատը մեր ձեռքից չի բխում, այլ Աստծո ձեռքի պարգևն է, Աստծո ձեռքի նվերն է։ Եվ արդյունքում Աստված ոչ միայն մեզ շնորհեց այդ հավատքը, այլ նաև տալով իր խոսքը մեր մեջ ինչ է անում, աճեցնում է այդ խոսքը, աճեցնում է այդ խոսքը։ Դրա համար մենք պետք է գոհունակ լինենք Աստծուն այն հավատքի համար, որ մենք ունենք, այն փրկության համար, որ մենք ունենք, որտեղ այն հավատքը, որով որ մեզ Տերը փրկեց, եւ այն հավատքը, որով որ մեզ աճեցնում է, նորից պետք է փառք ուղենք ում Աստծուն, որտեղ նա է, որ հավատարիմ է, նա է, որ կանչեց եւ այն կանչը, որ կա ավարտին էլ ինչ անելու, հասցնելու է։ Մեզ բաց չի թողնելու, չենք կորելու։ Ինչի որտեղ Տեր Հիսուս Քրիստոս հավատարիմ է։ Դրա համար ասում է գոհություն եմ հայտնում Աստծուն ձեր հավատքի համար, որ աճում է։ Այո, մենք ստեղ նորից մեր պատասխանատվությունն էլ ունենք։ Այդ մեր պատասխանատվությունը արդեն Աստծի խոսքը կարդալու մեջ է։ Եթե խոսքը չեք կարդում, ո՞նց ենք աճելու։ Բայց երբ որ խոսքը կարդանք, հավատացնում եմ ձեզ, Տերը փոխելու է ձեր կյանքը։ Տերը ձեզ աճեցնելու է։ Դրա համար Պետրոս առաքյալը ինչ է ասում։ Սիմոն Պետրոսը ժամանակին Պետրոսը ով էր։ Սիմոն էր, ձկնորս էր։ Սովորական մի ձկնորս, որը որ իր կյանքն էր ապրում, իր վաստակն ուներ եւ այլն եւ այլն։ Բայց Տիրոջ շնորհքով Սիմոնը ով դարձավ Պետրոս։ Այն մեկը որ ուրացավ Հիսուսին 3 անգամ, պատրաստ եղավ մինչև վերջ գնալու ու նույնիսկ մահանալու։ Այն մեկը որ աղախնի մոտ վախենում էր, կանգնեց հրյաների առաջ, նրանք ովքեր որ խաչել էին իրան, ու ասեց, որ դուք մեղավոր եք, դուք խաչեցիք, դուք սպանեցիք։ Այդ Պետրոսը, որը որ ժամանակին Սիմոն էր, Տերը բարձրացրեց։ Եվ այդ հավատքը, որը որ ուներ Պետրոսը, նաև ունենք մենք։ Դրա համար մի ասեք, դե մենք չենք կարող լինենք աշակերտների նման։ Մենք չենք կարող մեր հայրերը, մեր պապերը մեզնից ավելի լավ էին հավատում եւ այլն եւ այլն։ Ժողովուրդ ջան, տենց բան չկա։ Այդ նույն հավատը շնորհում է մեզ Աստված։ Նույն հավատը, ինչ որ Պետրոսն ուներ, այդ նույն հավատը մենք ունենք։
Ուղղակի այդ հավատի մեջ պետք է աճենք։ Աստված ճանաչողությամբ, խոսքը կարդալով, հնազանդվելով, ծառայելով, միաբանության մեջ լինելով։ Սա է, որ ցույց է տալիս մեր հասունությունը, ու երբ որ այս հասկացողությունն ու հասունությունն ունենք, Տիրոջը շնորհակալ կլինենք նաև այն հավատի համար, որ մենք ունենք։ Չեմ ասի, դե ես հավատացի, ես, մեկ մարդիկ կան քարոզում են, քարոզի 90%-ը գիտեք, ես այս արեցի, այն արեցի, այս եղավ, այն եղավ ու նորից մտածում ես, ասում ես, լավ, հիմա այս քարոզը եսակենտրոն էր, թե քրիստոսակենտրոն էր, աստվածակենտրոն էր։ Մեր հավատքը նույնպես Տիրոջից է։ Եվ վերջինը 5-րդը սիրելներ։ Գոհություն հայտնեք Աստծուն միմյանց նկատմամբ սեր ունենալու համար նույնպես։ Գիշեք, երբ որ Աստծի են խաղաղությունը թողնենք վերջում, սրա հետ կապված ասում է, եւ ձեզանից յուրաքանչյուրի սերը ավելի է շատանում միմյանց հանդեպ։ Հիշում եք նույնիսկ Պողոս Արաքյալն ասում է, տենում են, որ ձեր սերը միմյանց հանդեպ մեծանում է։ Ում է շնորհակալություն հայտնում նորից։ Նորից Աստծուն է։ Ինչու՞։ Որտեւ այդ սերը նորից մեզ ումից է տրված։ Աստծուց է տրված։ Այդ սերը մեզ Աստծուց է տրված։ Դրա համար երբ որ Պողոս Արաքյալն ասում է շնոր եւ խաղաղություն ձեզ, շնորհը արդեն ասցինք, խաղաղությունը մեկս մյուսի նկատմամբ, որ խաղաղություն ունենանք, սեր ունենանք, միաբան լինենք, միասին քայլենք։ Դրա համար ասում է գոհունակություն հայտնեք Աստծուն, որ երբ որ մեկը մյուսին սիրում եք, սա նորից ոչ թե ձեզանից այլ Աստծուց է։ Գաղատացիս նամակի մեջ 5-րդ գլուխ 22-ից 23 համարների մեջ տեսնում ենք Սուրբ Հոգու պտուղը։ Այսինքն մեկը, որ վերստին ծնված է, որ Սուրբ Հոգին ունի, Սուրբ Հոգին իր մեջ պտուղ է տալիս, այսինքն մարդը սկսում է գործնականում ցույց տալ, որ ինքը իրապես Քրիստոսինն է, Տիրոջինն է։ Եվ ուշադրություն դարձեք, Սուրբ Հոգու պտղի մեջ առաջինը գիտեք որն է։ Սերն է։ Բացեք Գաղատացիս 5:22-ից 23։ Գաղատացիս 5:22-ից 23։ Հոգու պտուղը այս է, ասեմ, որ ընդամենը մեկ պտուղ է։ Այնպես չի, որ մեկը կարող ասի, դե ես սիրում եմ, բայց ուրախություն չունեմ, կամ խաղաղություն չկա եւ այլն։ Կարանք տկարանանք։ Բայց մեր կյանքում ամբողջությամբ, այսպես ասած, փաթեթով, այս ամեն ինչը պետք է երևա, որովհետեւ նույն Սուրբ Հոգին է, նույն կերպա գործում, ինչպես որ առաջ էր գործում մեր մեջ։ Գաղատացիս 5:22-23։ Սուրբ Հոգու պտուղը այս է. սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, ուշադրություն դարձրեք, ինչ, հավատ, հեզություն, ժուշկալություն։ Այս ամեն ինչը մենք ստացել ենք ումից Աստծուց։ Սուրբ Հոգու պտուղն է սա, որ ներգործում է մեր մեջ։ Եվ հետևաբար այն սերը, որ մենք ունենք, ոչ թե մեզանով է, այլ Քրիստոսով է, որտեղ մենք ի վիճակի չենք սիրելու։ Մենք մեր մեղքերի մեջ մեռած լինելով, մեր սերը ինչ էր եղել, աղավաղված էր։ Մեր սերը աղավաղված էր։ Նույնիսկ մայրական սերը իր որդու նկատմամբ աղավաղված է եւ Աստծո կողմից այն կերպով ընդունելի չի, ինչպես որ Աստված է ակնկալում։ Լսում եք։ Ինչի որտեվ շատ դեպքերում մայրը սիրում է, այսպես ասած, իր որդուն, նորից իր համար, որպեսզի մարդիկ կողքից լավ նայեն եւ այլն, որպեսզի հետո որդին կամ զավակը իրան սիրի եւ իրան հարմար կերպով տա։ Բայց երբ որ կա ճշմարիտ սեր Աստծո նկատմամբ, Աստծո մեջ արդեն կա ճշմարիտ սեր ամուսնու ու կնոջ միջև, ճշմարիտ սեր ծնողի եւ զավակների միջև, ճշմարիտ սեր եկեղեցու անդամների միջև, հասկանում եք ասածս։ Եթե չկա Աստծո նկատմամբ սեր, այն մնացածը աղավաղված է։ Եթե կա ճշմարիտ սեր Աստծո նկատմամբ, որը որ գալիս է Սուրբ Հոգուց, որպես Սուրբ Հոգու պտուղ, կա ճշմարիտ սեր ամուսինների մեջ, կա ճշմարիտ սեր զավակ եւ ծնող հարաբերության մեջ։ Եվ մնացածը իմը չեմ ուզում շարունակեմ։ Սիրելիներ, սերը ապացույցն է, որ Սուրբ Հոգին գործում է մեր մեջ։ Երբ եղբայրները միմյանց սիրում են, դա առավել մեծ պարգև է, քան ցանկացած նյութական բան։ Երբ որ մեր մեջ սեր կա,
Սա առավել է, քան թե մնացած որևիցե բաները։ Ինչու՞, որովհետև սերը իր հերթին ծառայում է, սերը գործնական է, խոսքերով չի։ Հիսուս Քրիստոս շատ հստակ դրել է այս չափանիշը մեզ համար որպես իր զավակների։ 5 համար եմ արագ կարդալու Հովանու 13:34 Ձեզ նոր պատվիրան եմ տալի, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի, նույնպես դուք միմյանց սիրեք։ Լսում եք։ Ինչպես ես ձեզ սիրեցի, Հիսուսն ասում է, նույնպես էլ դուք միմյանց սիրեք։ Հովանու 13:35 Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ ինչ ունենաք, սեր ունենաք, ոչ թե ալետելություն, ոչ թե անեծք, ոչ թե բամբասանք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք։ Հովանու 15:12 Սա է իմ պատվիրանը, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։ Հովանու 15:17 Այս եմ ձեզ պատվիրում, որ սիրեք միմյանց։ Հասկանում եք, Հիսուս տեղ չի տալիս, ուրիշ բան է։ Պտուղներով հստակ երևալու է, մենք սեր ունենք մեկս մյուսի նկատմամբ, թե չէ։ Նայեք, դա չի նշանակում սիրել, ընդունել ամեն ինչ որ կատարվում է։ Հասկանում եք։ Սերը աչքերը չի փակում մեղքի նկատմամբ։ Սերը աչքերը չի փակում սխալների նկատմամբ։ Սերը բարձրացնում է, օգնում է, խրատում է, հանդիմանում է, ուղղում է, հասկանում եք ասածս։ Հետևաբար, երբ որ մենք խոսում ենք սիրո մասին, այն զուտ խոսքեր արտահայտել չէ։ Այն է, ինչ որ Տերը ակնկալում է մեզ համար։ Դրա համար օրինակի համար ծնողը սիրոլերով իր զավակին, երբ որ զավակը սխալ բան է անում, նաև ինչ է անում, ապտակում է, պատժում է։ Այն ծնողը, որ չի խրատում, չի պատժում իր երեխային, լսում եք, պատիժ նույնիսկ հարված, այսպես ասեմ, որպեսզի հստակ լինել, որտեղ հիմա ժամանակակից մոտեցումը կա երեխաներին պետք չի ցավ պատճառել եւ այլն, սա հեքիաթներ է։ Եթե ծնողը իր գավազանով չի դաստիարակում իր երեխային, ինքը իր երեխային չի սիրում։ Նույնպես եւ Աստված մեզ սիրելով շատ դեպքերում մեզ ինչ անում, ապտակում է, խրատում է, որպեսզի մենք մեղքի մեջ չլինենք։ Եթե շարունակենք մեղքի մեջ լինել, նույնիսկ մեր կյանքն է վերցնում։ Եվ նորից այդ ամեն ինչը Տերն է անում սիրելով մեզ եւ այդ օրինակը տվել է նաեւ մեզ։ Հետևաբար եկեղեցու իրական գեղեցկությունը ոչ թե շենքերում է, այլ հավատացյալների սիրո մեջ է։ Լսում եք։ Շենքերի գեղեցկությամբ գեղեցիկ բառերի մեջ չէ եկեղեցու գեղեցկությունը։ Եկեղեցու գեղեցկությունը հավատացյալների սիրո մեջ է։ Շնորհակալ եղեք ապտագործված երեխան աստիճան կունենա։ Չգիտեմ ինչ նկատի ուներ, բայց այնուամենայնիվ դա հետո կխոսենք։ Հիշեք շնորհակալ լինել միայն Աստծո հանդեպ ունեցած սիրո համար։ Եթե մենք իրապես գիտակցում ենք Տիրոջ սերը մեր նկատմամբ, մենք կգիտակցենք, թե նաև Տերը ինչ է ակնկալում, որպեսզի մենք անենք մնացածի նկատմամբ։ Մեծու Հենրին հետևել խոսքերն է ասում։ Այն հիշում եք, չէ՞, Մեծու Հենրին, ով որ կողոպտվեց, ով որ գումար գողացան այս ձև իր մոտից։ Այք ասում է, եթե շնորհակալ չես քչի համար, ապա շնորհակալ չես լինի նաև շատի համար։ Լսում եք։ Եթե մենք շնորհակալ չլինենք այն ամենի համար, ինչ որ մեզ Տերը տվել է, նույնիսկ քչի համար, շատի համար էլ չենք շնորհակալ լինելու։ Ապերախտ բառը կա, չէ՞, հայերս օգտագործում ենք, որ ինչ էլ անում ես, մարդը անշնորհակալ է։ Մի բան այն չեղավ, գալու է ասի, բա տեսար, էսի չարեցիր ու հաշվի չի առնում։ Այն նույն կարգավիճակում շատ դեպքերում մենք ենք գտնվում։ Տերը մեզ ամեն բան տվել է, բայց մենք շարունակում ենք փնփնթալ, շարունակում ենք լացել, շարունակում ենք բողոքել ու ասել էսել տուր ու երեխայի պես ենք։ Մենք այսօր կանչված ենք գոհանալու Աստծուց, ինչու՞։ Որտեվ մեզ առաջնորդներ է տվել, որտեվ իր խոսքն է մեզ տվել, որտեվ իր շնորհն է տվել, որտեվ հավատք է տվել, որովհետև սեր է տվել։ Թող որ իրապես Տերը մեր կյանքում այս հասկացողությունը բարձրացնի, որ այս շաբաթվա ընթացքում
ինչ էլ որ անենք, գոհություն հայտնենք Աստծուն։ Մի քանի գործնական քայլեր, որ կուզենամ այս շաբաթվա ընթացքում մտածենք ու փորձենք կիրառել։ Մի հատ օրագիր վերցրեք ու գրեք ամեն օր, թե ինչի համար եք շնորհակալ Աստծուն։ Ամեն օր գոնե 3 բան նշիր, որոնց համար գոհանում ես։ Ինչի, որտեվ երբ որ սկսեք գրել, մի քիչ սկսեք ուրիշ ձև նայել։ Շատ դեպքերում խնդիրները, դժվարությունները, հարցերը մեր աչքերը ինչ են անում, փակում են, մթագնում են ու մենք չենք տեսնում այն, ինչի համար որ արժի շնորհակալություն հայտնել։ Եթե ունենաք ինչ-որ մի տետր, նոթատետր ու գրի առնեք ամեն օր, ինչի համար եք Տիրոջը շնորհակալ, կսկսեք ձեր կյանքում մի քիչ ուրիշ ձև նայել։ Երկրորդը, աղոթքի ժամանակ միշտ սկսեք գոհունակությամբ։ Մինչև ինչ-որ մի բան խնդրելը, ասելը, շնորհակալություն հայտնեք Աստծուն, այն ամեն ինչի համար, ինչ որ գրել էիք, այն ինչ որ գրի եք առել, ինչ որ տեսնում եք։ Երրորդը, նաև բացահայտ կերպով վկայեք մարդկանց առաջ, թե ինչի համար եք Աստծուց շնորհակալ։ Վկայեք, խոսեք, մի լուր մնացեք։ Վկայեք ձեր փրկության համար, որ Աստծուց շնորհակալ եք ձեր փրկության համար, որ Աստծուց շնորհակալ եք ձեր կյանքի համար, ձեր ընթացքի համար։ Ինչի որտեվ դա առիթ կստեղծի, որպեսզի կողքիններն էլ սկսեն որոշ բաներ տեսնել, որոնք որ ժամանակին չէին տեսնում։ Եվ չորրորդը, կենտրոնացեք Քրիստոսի վրա։ Կենտրոնացեք, երբ որ ամեն բան կորցնում եք, երբ որ խնդիրներ ունեք, երբ որ դժվարություն ունեք, երբ որ գումար եք կորցրել կամ գումարի խնդիր ունեք, առողջական հարցեր ունեք, խնդիրներ ունեք, կենտրոնացեք ոչ թե դրա վրա, այլ կենտրոնացեք Քրիստոսի վրա։ Ինչի, որտեվ եթե Քրիստոսին ունեք, ուրեմն ունեք ամեն բան։ Ու գոնակ սիրտ կունենաք, ճիշտ կերպով մոտեցում կունենաք, ճիշտ ձևով աղոթելու, ճիշտ ձևով փնտրելու Տիրոջը։ Ու ամեն ինչի փառքը կուղենք ում Աստծուն, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Ամեն, աղոթենք եւ վերջացնենք սիրելներ։ Մեր Տեր Աստված իրապես փառք են քեզ տալի քո խոսքի համար։ Քո խոսքիդ այդ խորության եւ գանձերի համար, որը որ ճանաչում են քեզ։ Իրապես մեր սիրտը միշտ պետք է գոհունակությամբ գա քո առաջ։ Որովհետև այն ամեն ինչ որ ունենք, ով որա ենք, քեզանով է Տեր։ Դու ես մեր փրկության վեմը, դու ես մեր հույսը, դու ես մեր ապավենը, դրա համար դրանով էլ ապրում ենք Տեր։ Շնորհակալ եմ ով Հայր, որ դու կարգում ես եւ բարձրացնում ես առաջնորդների։ Բարձրացնում ես քո զավակներին, որոնք որ իրենց վրա վերցնում են պատասխանատվություն, քո հոտը առաջ տանելու Տեր։ Բայց նորից ամեն փառքը ոչ թե ուղղում եմ այդ մարդկանց, այլ ամեն փառքը ուղղում եմ քեզ Տեր։ Որտեւ ամեն ինչի հեղինակը դու ես եւ դու ես, որ ամեն բան կառավարում ես ըստ քո կամքի համեմատ։ Շնորհակալ եմ նաեւ ով Տեր Աստված քո խոսքիդ համար, որ ունենք Տեր Աստված, որ կարող ենք կարդալ եւ քեզ ճանաչել։ Ճանաչել ինքներս մեզ, ճանաչել մեր խնդիրները, մեր մեղքերը եւ դարձով ու ապաշխարությամբ գալիս են քո առաջ։ Խոսքիդ միջոցով է, որ մեզ հասունացնում ես, որ մեզ պատրաստում ես այն գալիք հավիտենականության ու փառքին, որը որ խոստացել ես Տեր Հիսուս։ Ուստի օգնի, որ հավատարիմ լինենք խոսքի ընթերցանության մեջ, ամեն օրվա կարդալու մեջ, խորհելու, մտորելու եւ ոչ միայն կարդանք, այլ նաեւ այս ամենը կատարենք Տեր։ Շնորհակալ եմ ով Հայր նաեւ այն հավատի համար, որ ունենք, որովհետև բոլորս մեռած էինք եւ մերժում էինք քեզ, բայց Տեր, դու քո կամքի համեմատ վիճակ ընձեռնեցիր մեզ, նույն հավատքը ունենալու ինչ որ ունեին աշակերտներդ։ Ուստի աղոթում եմ ով Տեր, որ մեզ խոնարեցնես, որպեսզի խոնար կերպով նորից շնորհակալ լինենք այն հավատքի համար, որ ունենք, այն հասկացողության համար, որ ունենք, այն փրկության համար, որ տեղի ունեցավ խաչի վրա Հիսուս Քրիստոսի միջոցով, որ անարժան էինք, բայց մեզ արժանի դարձրեցիր, որ մեռած էինք ու կենդանացրիր, որ թշնամի էինք, որդեգրեցիր, որ կորած էինք, գթար։ Տեր ողորմիր մեզ ների ու դու փառավորվիր ով Հայր եւ եւս մեկ անգամ շնորհակալ ենք քո շնորհի համար, որով որ հաստատուն կանգնած ենք եւ խոսքդ ենք կարդում ու հասկանում եւ աճում ու մեծանում Տեր։
Շնորհիվ է, որ պահում պահպանում է եւ աճեցնում է մեզ սիրո մեջ։ Որ ժամանակին կարող չէինք սիրելու, բայց հիմա քեզանով կարող ենք սիրել։ Ուստի Տեր, ամեն ինչի փառքը ուղղում ենք քեզ։ Դու պատրաստ արա, որ ամեն իրավիճակներում Տեր միշտ գոհունակ սիրտ ունենանք։ Եվ քո առաջ խոնարհվելով քեզ մեծարենք ու փառավորենք։ Հիսուսի անունով։ Ամեն։